Վագիվ Խաչատրյանի 70-ամյակը լրացավ Բաքվում, ազատությունից, ընտանիքից ու հայրենիքից հեռու։ Աղջիկը Հայաստանից Ադրբեջան իր սերը կարոտն է ուղարկում հորը, վստահ լինելով հայրը կզգա աղջիկների ջերմությունը։ Օդային գրկում ենք քեզ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը, այն ուժը, որը պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։ Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Մենք խենթանում ենք անզորությունից։ Դու գալու ես։ Վստահ ենք։ Խոստացել ես։ Ֆիզիկապես Խաչատրյանների ընտանիքը 2 տարի է բաժանված է։ 2023 թվականի հուլիսի 29-ին առողջական լուրջ խնդիրներով Վագիվ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Երևան էր գալիս։ Նրան առևանգեցին Հակարիի կամուրջը փակած ադրբեջանցիներն ու տեղափոխեցին Բաքու։ Վագիվ Խաչատրյանին Բաքուն կեղծ մեղադրանք է առաջադրել։ Իբր անդամակցել է հանցավոր խմբի ու սպանել 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և տեղահանել 358-ին։ Խաչատրյանը չի ընդունել մեղավորությունը։ Այստեղ շատ մարդ կա, որևէ մեկը կասի, որ Վագիվը մեկին ծեծել է, վիրավորել, բոլորը այստեղ են, թող գոնե մեկը ասի, դու դա արել ես։ Բաքվում Վագիվ Խաչատրյանի դեմ կեղծ դատավարությունը մեկնարկել էր 2023-ի հոկտեմբերի 13-ին։ Նրան նոյեմբերի 7-ին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Վագիվ Խաչատրյանը 5 տարին կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը խիստ ռեժիմով ուղիչ հիմնարկում։ Վագիվ Խաչատրյանի դուստրերը, հարազատներն ու այլ քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ են իրականացրել։ Հայաստանի կառավարությունից պահանջել գործել, իսկ Ադրբեջանին վերջ տալ կեղծ դատավարությանը։ Հոր 70-ամյակին աղջիկները, հարազատներն անգամ մեկ զանգի, հոր ձայնը 1 րոպե լսելու հնարավորություն չունեն։ Մենք խենթանում ենք անզորությունից։ Դու գալու ես։ Վստահ ենք։ Խոստացել ես։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։